Պատվաշան դատան, մենք իհարկե ունենք այս փուլում հետազոտման ենթակապացների վերաբերյալ մեր առաջարկությունը, ես իհարկե վերաբերյալ շնորհակալություն կազմել եմ եւ դատարանը կներկայացնեմ, սակայն մինչ այդ պատվաշան դատան, ես այս առումով որոշակի խոչընդոտ եմ տեսնում, որը կարծում եմ, որ պետք է հիմա հաղթահարվի, որից հետո նոր միայն ես ներկայացնում եմ իմ շնորհակալությունը։ Պատվաշան դատան, այս փուլը այն մասին չէ, թե հանրային մեղադրողը ընթերցելով մեղադրական եզրակացության վկայակոչված ապացույցները հայտարարի, թե որ ապացույցի ինչի մասին է։ Որ ապացույցի ինչի մասին է իր եւ պաշտպանական կողմը եւ դատարանը։ 319 հոդվածը պատվաշան դատան, ես բառացի ընթերցեմ։ Նախնական դատարանությունների ընթացքում կողմերը դատարանի պահանջով ներկայացնում են հիմնական դատարանություններում հետազոտման ենթակա ապացույցների շրջանակի վերաբերյալ իրենց առաջարկները եւ շարունակություն։ Կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է հիմնավորել, թե իր առաջարկած հետազոտման ենթակա յուրաքանչյուր ապացույց վերջիկ կայացնելու համար նշանակություն ունեցող ինչ փաստական հանգամանք է հաստատում կամ թերքում։ Պատվաշան դատան, այս նորմի կատարման վերաբերյալ ես հանրային մեղադրողից որևէ խոսք չլսեցի, որում ասեմ, որ այս նորմը ընդհանրական նորմ չէ, պատվաշան դատան, այլ օրենսդիր տրամաբանությունը կայանում է նրանում, որ հանրային մեղադրողը պարտավոր է նաև անհատականացնել յուրաքանչյուր ապացույց ըստ մեղադրյալի եւ նշել, թե կոնկրետ ապացույցը որ մեղադրյալին է վերաբերելի եւ որ մեղադրյալի նկատմամբ վերջիկ կայացնելու համար ունի տեղական նշանակություն։ Այս փուլում ես կարծում եմ, որ հանրային մեղադրողը 319 հոդվածի նորմի պահանջը խախտեց, այդպիսի հիմնավորում չներկայացրեց եւ քանի որ 319 հոդվածը ներառում է նաեւ նախագահի պահանջը, դատարանի պահանջը հստակեցնելու այդ ամենը, ես խնդրում եմ պատվաշան դատարան, որպեսզի դատարանը պահանջի հանրային մեղադրողին, որպեսզի հանրային մեղադրողը կոնկրետ մատնանշի, թե իր թվարկած ապացույցներից որն է Նարեկ Վանյանի նկատմամբ վերջիկ կայացնելու համար նշանակություն ունեցող։ Սա մեկ պատվաշան դատան եւ հաջորդը պատվաշան դատան, տեսեք, մեղադրական եզրակացության 9-րդ էջում նշված է ենթակարգանքիչ սերով նախաքննության ընթացքում հաստատված փաստական հանգամանքներ։ 9-րդ է նախաքննության ընթացքում հաստատված փաստական հանգամանքներ։ Պատվաշան դատան, այս մասում վարույթ իրականացնող մարմինը նշել, իսկ հանրային մեղադրողը հաստատել է մեղադրական եզրակացությունը։ Այս հաստատված փաստական հանգամանքները 4 իրավական փաստական բաղադրիչ ունեն, իրավական չասեմ, որոնք են այս փաստական բաղադրիչները։ Ըստ այս հաստատված փաստական հանգամանքների Նարեկ Օհանյանը ձեռք է բերել դյուրավար հեղուկ Գևորգ Հարությունյանին օժանդակելու նպատակով։ Սա մեկ պատվաշան դատան։ Ես նախաքննության սկզբից ասում եմ, որ Նարեկ Օհանյանի մեղադրանքի հիմքում մկած առանցքային հանգամանքը այս դյուրավար հեղուկի ձեռք բերելն է։ Չլինի սա, առանցայնելած խախտում մեղադրանքը չէ լինելու։ Հիմա պատվաշան դատան, հաջորդիվ այս փուլից հետո ես պետք է ներկայացնեմ, չէ՞, ապացուցման ենթակա շրջանակը, թե մենք ինչ ենք ցանկանում, որպեսզի հետազոտի։ Հիմա եթե հանրային մեղադրողը չնշի, թե հաստատված փաստական հանգամանք ընդունելով Նարեկ Վանյանի կողմից դյուրավար հեղուկ ձեռք բերել է Գևորգ Հարությունյանին օժանդակելու նպատակով։ Այսինքն եթե դրա հիմքում չվկայակոչի ապացույց, պատվաշան դատան, ես իմ կողմից ապացույցներ ներկայացնելու ժամանակ ինչ ապացույցով հակադրվեմ այդ գոյություն չունեցող ապացույցին։ Այսինքն եթե այս դատողության հիմքում չկա ապացույց, ես որպես հակափաստակ ինչ ապացույց ներկայացնեմ պատվաշան դատան։ Ես ամբողջ նպատակը պաշտպանական կողմի մարտավարության առաքելության նպատակը արդարացնող վերջիկ ակնկալելն է, չէ՞, եւ այդ կապակցությամբ որոշակի ապացույցներ տրամադրել, որպեսզի դատան հետազոտի։ Հիմա եթե ես չգիտեմ, թե այս դատողության հիմքում ինչ ապացույց է դրված, ես ո՞ր ապացույցով չեզոքացնեմ այս գոյություն չունեցող ապացույցը պատվաշան դատան։ Երկրորդ հանգամանքը, որ այս համատեքստում նշվել է, որ Նարեկ Օհանյանը գնացել եկել է Երևանյան խճուղով, որպեսզի համոզվի Վալուդյա Գրիգորյանը տանն է, թե ոչ։ Այս դեպքում եւս պատվաշան դատան որևէ ապացույց չկա վկայակոչված, եւ ես խնդրում եմ, որպեսզի դատանը պահանջի, որպեսզի հանրային մեղադրողը մատնանշի նման ապացույց, թե որտեղից են հանգել այսպիսի եզրահանգում։ Երրորդը պատվաշան դատան
Նշել եմ, որ տունը տրամադրել է Գևորգ Հարությունյանը։ Մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ այդ տուն ասվածը չունի գաղափար եւ պարիսպները կիսակառույց են եւ հասանելի է ցանկացած անձի համար։ Հիմա պատվաշնորհական պետք է ներկայացվի այն ապացույցի կարծիքով այս մեղադրական եզրակացության 70-ից, թե որտեղից են հանգել դատողության, որ Նարեկ Մանուկյանը իր տունը տրամադրել է Գևորգ Հարությունյանին եւ ինչ գործողություն կատարել։ Եվ 4-րդը պատվաշնորհական։ Այստեղ նշվել է, որ դեպքից հետո Նարեկ Մանուկյանը գնացել է տուն, հեռախոսազանգեր է կատարել, տեսախցիկների տակ նկարվել է, որպեսզի իր համար այգուրեցություն հիմնավորի։ Ես խնդրում եմ, որպեսզի հիմա հանրային մեղադրողը այս 70 էջում վկայակոչի այն ապացույցը, որից հանգել է նման դատողություն։ Պատվաշնորհական, առանց այս հանգամանքները ճշտելու մենք ամբողջությամբ պաշտպանություն իրականացնել չենք կարող։ Մենք չենք կարող, եթե հիմա մեղադրողը սրա վերաբերյալ ապացույցներ չներկայացնի, մենք հակափաստակ ապացույցներ չենք կարողանալ ներկայացնել։ Այսքանը, որից հետո ես կներկայացնեմ ճշտում ձեր միջնորդության Առաջի հատվածը ընկալելի է հասկանալի է ձեր նշածի, հիմա երկրորդ, երրորդ, չորրորդ կոմպոնենտ։ Երկրորդ մի կոմպոնենտ է ընդհանրապես բաժանված է մի քանի բաղադրիչ է։ Հիմա նայեք, հետո մեռախոսն է։ Կոմպոնենտ առաջին։ Մասնավորապես նշում եք, որ մեղադրական եզրակացության մեջ նշված է հաստատված փաստական հանգամանք։ Մենք շեշտենք, որ այդ հաստատված փաստական հանգամանքները միջդատական մարմնի հաստատված, այստեղ չունենք։ Հաստատված որևէ հանգամանք, քանի դեռ դատորեն որևէ հանգամանք չի հաստատվել։ Հետևաբար, հիմա ձեր միջնորդության համատեքստում դատարանի մոտ ստեղծվում է լռություն պահպանեք դահլիճում։ Դատարանի մոտ ստեղծվում է առնվազն պատկեր, որ դուք հիշատակում եք հանգամանք, որ հանրային մեղադրողի կողմից որպես ապացուցող չի վկայակոչվում։ Վկայակոչում եք հանգամանք, որի հիմա հետ պայմաններում դատարանի համար առնվազն հստակեցման կարիք ունի։ Եթե վկայակոչում եք, որ այդպիսի ապացույց չկա։ Ես չեմ ասում չկա, պատվաշնորհ ներողություն եմ խնդրում։ Ես ասում եմ թող հանրային վկայակոչի։ Հանրային մեղադրողը եթե չվկայակոչի չհետազոտի, ստեղ պաշտպանության կողմի ինչ իրավունք կխախտվի։ Եթե չվկայակոչվի, ըստ ձեզ ձեր դիտարկման համաձայն յուրաքանչյուր փաստական հանգամանք բնականաբար պետք է հաստատվի կոնկրետ ապացույցով։ Հիմա եթե հանրային մեղադրողը նմանատիպ հանգամանք է ստեղ չվկայակոչեց, ըստ ձեզ մեղադրական եզրակացության մեջ չկա, նաև ձեր հայտարարությունից հետո դիրքորոշում հայտնելու իմաստով հանրային մեղադրողը կլսեն, եւ դա արդեն մի բան կնշանակի, որը բնականաբար արդեն հիմնական դատալսումների ընթացքում քննարկման եւ հետազոտման դաշտում գտնվող հանգամանք է։ Բայց զուտ պահանջել կոնկրետ հանրային մեղադրողին ներկայացնի ապացույց, որը առնվազն ինքը ձեզ չի ներկայացրել, ըստ էության չի բխի դատավարական կարգից։ Ինչ որ վկայակոչից հանրային մեղադրող, դա վկայակոչից։ Այլ կոմպոնենտ, այսինքն հանրային մեղադրողին ասենք, չէ, ուրիշ ապացույցեր վկայակոչ։ Դատավարական ընթացակարգ առնվազն չի նախատեսում։ Երկրորդն է, եթե գտնում եք, որ այդ հանգամանքները չունեն համալրված ապացույցներ, ըստ պաշտպանության կողմը դա կարող օգտագործել օգուտի։ Հակառակը չի կարող դիտել։ Լրացուցիչ բացատրություն ներկայացնեմ, ես այդ մասին նշեցի։ Պատվաշնորհական, մենք պետք է փաստարկներ ներկայացնենք, այլ կերպ ասած, ապացույցներ ներկայացնենք, ապացույցների դեմ, ոչ թե վարույթ իրականացնող մարմնի յուրաքանչյուր դատողության դեմ։ Հիմա նշելով նախաքննության ընթացքում հաստատված փաստական հանգամանքները, ես դա հասկացա, ներողություն, ես դա հասկացա։ Ինչ որ նշել են, ինչը որ միջդատական մարմինը իր համար հաստատված է համարել, հաստատված չի համարել, դա նախադատելի չի դատարանի համար։ Հետո եթե միջդատական մարմինը ինչ որ բան է հաստատված համարել, եւ ըստ ձեզ չի վկայակոչվել համահունչ հանգամանքը հաստատող ապացույցներ, ապա դա չի կարող պաշտպանության կողմի համար ստեղծի
որևէ բացասական իրավիճակ կամ կաշկանդի նրա իրավունքները այն բանը, որը ըստ ձեր վկայակոչմամբ, եթե չկա ապացույց, ապա ով է ձեզ պահանջում հակափաստակ ներկայացնել։ Փաստաշեն դատամ, հիմա ասեմ, ես փաստաբան եմ, փաստաբան բառը նշանակում որ ես աշխատում եմ փաստերի հետ։ Հիմա դատարանի տրամաբանության դեպքում ստացվում է, որ բարույթն իրականացնող մարմինը կարող է մեղադրական եզրակացության վկայակոչել որոշակի ապացույցներ, որոնք օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեն, եւ մեղադրական եզրակացության մեջ միաժամանակ կատարել դատողություններ, որոնք չեն բխում այդ վկայակոչված ապացույցներից, եւ մենք այս բանը հասնենք անդադար, որովհետեւ դուք առասարակ չըմբռնեցիք իմ դրամատուրգությունը ասած։ Առասարակ չըմբռնեցիք։ Դրա համար բարձրաբանելու եւ բացատրելու անհրաժեշտություն զգացի։ Դատարանի եզրահանգումը այն է, որ առանձին ընթացակարգ իրական դատավարության օրենսգիրքը նախատեսում է մեղադրական եզրակացությունը վերակազմելու համար, որը քննարկման առարկա կվերադարձվի նախնական դատասությունների սկզբնական։ Ինչը ես արեցի պատվարժան դատան եւ ինչը ձեր կողմից մերժվեց։ Բայց ոչ ես վկայակոչ։ Հենց այս վկայակոչման պատվարժան դատան։ Հաջորդը։ Ինչ որ վկայակոչվել է, դա դատարանի համար նախադատելի չի եւ ոչ էլ գովաբանելի է, ոչ էլ թույլատրելի է։ Մեղադրական եզրակացությունը կազմված է, մեղադրական եզրակացությունը քրեական գործը գտնվում է դատարանում, որը նախադատելի չի դատարանի համար, այն ինչը որ միջդատական մարմինը վկայակոչում է։ Հետևաբար, եթե գտնում եք, իմ ասածը սա է, որը դուք ճիշտ չըմբռնեցիք, եթե դուք գտնում եք, որ որևէ փաստ հաստատելու, երգելու, հանգամանք հաստատման դաշտում պահելու համար միջդատական մարմինը չի ներկայացրել վերաբերելի ապացույց կամ չի վկայակոչել։ Առնվազն հիմնական դատասությունների ընթացքում, եթե մենք չհետազոտենք նշված փաստը հավաստող ապացույց, այդ փաստը չի կարող հաստատված հանրել հանքանից։ Հետո դա չի կարող հանդիսանալ պաշտպանության կողմի համար, ի վնաս օգտագործող որևէ հանգամանք։ Իմ ասածը դա է։ Պատվարժան դատան, շատ ճիշտ եք ասում, ես ի սկզբանե հասկացել էի։ Ես դիպած եմ հիմա այս միջնորդություն անում, որովհետև այս նույն հանգամանքները, այս մեղադրական եզրակացությունը վերակազմելու միջնորդության մեջ ես արել էի, որով ճիշտ եք ասում, հենց իրականում այդ փուլին վերաբերելի ավելի շատ հարցեր, բայց որը ձեր կողմից մերժվեց եւ ըստ էության մնաց օդում կախված։ Հիմա դուք ասում եք, մենք կքննարկենք հիմնական դատասությունների ընթացքում փաստ եւ կտեսնենք դրական ապացույց կա թե չկա։ Բայց մենք որտեղ ենք քննարկելու կամ ինչ ընթացակարգ ենք քննարկելու մեղադրական եզրակացության 9-րդ էջում նշված փաստական հանգամանքը, որ Նարեկ Պանյանը ձեռք է բերել յուրավար։ Դա այդպեսի հանգամանք։ Ես բան եմ ասում, դուք այլ բան եք։ Չէ, նույն բանն եք ասում, պատասխան դա։ Հիմա հարցը կդնենք քննարկենք, նստեք խնդրեմ։ Մեղադրյալների դիրքորոշում ունեն, միանում եք, թե այդ դիրքորոշում չեք ուզում այդ։